Բարի լույս։ Սիրելիներ, այսօրվա խորհուրդը բարեխոսության շուրջ է։ Բազմաթիվ դրվագներ կան Սուրբ Գրքի մեջ, որտեղ մեզ երևում է, թե ինչքան կարևոր է բարեխոսությունը, որովհետև բարեխոսությունը իր մեջ ներածում է սեր, անհանգստություն, հոգատարություն, պատասխանատվություն, ինչ-որտեղ նաև պարտքի զգացում։ Եվ Աստված սիրում է, երբ եղբայրը եղբոր համար բարեխոսում է, երբ մեկը մյուսի համար աղոթում է, սա բարեխոսության եղանակ է։ Այսպիսի մի բարեխոսության դրվագ կա նաև Ղուկասի ավետարանի 7-րդ գլխում, որը ուզում եմ ձեզ համար ընթերցել։ Երբ Հիսուսը վերջացրեց իր ողջ ասելիքը ժողովրդին, մտավ Կափառնայում։ Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։ Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներ ուղարկեց, որպեսզի աղաչեն նրան, գա և բժշկի իր ծառային։ Եվ նրանք Հիսուսի մոտ գալով թախանձագին աղաչում էին նրան և ասում. արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետև նա սիրում է մեր ազգը և ժողովարանը նա շինեց մեզ համար։ Հիսուս գնաց նրանց հետ։ Երբ տնից արդեն շատ հեռու էր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց ասելով. Տեր, նեղություն մի կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարգի տակ մտնես, դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու, այլ խոսքով ասա և իմ ծառան կբժշկվի։ Սիրելիներ, երկու շատ կարևոր բարեխոսության դրվագներ։ Նախ հրեաներն են խնդրում Տիրոջը այս հարյուրապետի համար, որովհետև արժանի համարեցին հարյուրապետին։ Սա բարեխոսություն է Տիրոջ առաջ, և երկրորդը հարյուրապետը ինքն է բարեխոսում իր ծառայի համար, որովհետև ինքն էլ տեսնում է, որ իր ծառան արժանի է այդ բժշկումին։ Այնտեղ կա սեր, այնտեղ կա պարտքի զգացում, այնտեղ կա պատասխանատվություն։ Ահա ձեզ ևս մեկ օրինակ այսօրվա ընթերցումով, թե ինչքան կարևոր է մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ մեկս մյուսիս բարեխոսելը, մեկս մյուսիս արժանի համարելը, մեզանից առաջ դասելը։ Ուրեմն, սիրելիներս, այսօրվա խորհուրդը մեզ սովորեցնում է անդադար բարեխոսել մեր քույրերի և եղբայրների համար, այն բոլոր մարդկանց համար, որոնք Տիրոջ կարիքը ունեն, չդադարեք աղոթել բոլորի համար, մեղավոր թե անմեղ, ըստ ձեր պատկերացումի, որովհետև այդ բարեխոսությունն է, որ Տիրոջը քայլ է անում, ցույց է տալիս ճանապարհը Տիրոջ գալու դեպի այն մարդը, ով նրա կարիքը ունի։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ։